Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեդիաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ հասարակական եւ քաղաքական գործիչ Անի Կարապետյանի հետ, բարի երեկո։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես մտածում եի ընտրություններից հետո առաջինը ում հրավիրեմ իմ տաղավար, որպեսզի քննարկենք այն ընտրախախտումները, այն խայտառակ իրավիճակը, որը տեղի ունեցավ հունիսի 7-ին, բայց մենք այնպես չի, որ չէինք ակնկալում, հա, մենք լավ գիտեինք, թե Նիկոլի իշխանությունը ինչպես է կազմակերպելու խորհրդարանական ընտրությունները, հատկապես երբ որ իրենց համար լինել չլինելու հարցեր, հա, իշխանությունը լինել չլինելու մեր համար երկիրն ու պետությունը։ Բայց ես նույնիսկ չեմ հիշում մի իշխանության ժամանակ ընտրություններ, որ գործող իշխանությունը չի անցել, հա։ Այո, իրավացի է։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, այս խայտառակ իրավիճակը, որ մենք այդ օրը ապրեցինք, թեև մեզ ասում էին, որ հաղթելու ենք, հաջորդ վարչապետն լինելու է Սամվել Կարապետյանը։ Այդ հույսը, որը մեզ տալիս էին, որպեսզի մենք ոգևորված լինեինք եւ գնայինք ընտրությունների այդ մեծաքանակ ընտրողներին ապահովելներ, թե այնուամենայնիվ փորձեցին եւս մեկ անգամ ընդդիմադիր դաշտը որպես այդպեսին կոտրել, որ վաղը ինչ որ բան լինի, ժողովուրդը կրկին դուրս չգա փողոց, ասի դե իզուր էր, որ գնացինք ընտրության եւ այլն, ամփոփ այսպես ընդհանուր սկսենք։ Նախ ասեմ, որ մինչ ընտրությունը, այո, ճիշտ նկատեցիք եւ շատ կարեւոր էր այդ հատվածը, որ Հայաստանի Հանրապետությունում երբեք ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Կոնկրետ իմ դիրքորոշման մասին դուք ինքներդ էլ միջև ընտրություն զրուցել ենք, գիտեք, որ ես չէի հավատում Հայաստանում լեգիտիմ ընտրությունների անցկացմանը եւ դրա մասին խոսել եմ բազմիցս։ Փոխարենը ցավոք սրտի այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցեցին ընտրություններին, մինչ դա եղան հայտարարություններ, որ իրենք հավատում են Հայաստանում լեգիտիմ ընտրությունների անցկացմանը։ Այսօր մենք ի տարբերություն իրենց էйֆորիայի մեջ չենք, ինչը որ այս պահի դրությամբ, երբ որ մենք պահանջում ենք մանդատները չվերցնեն, իրենք ասում են էմոցիոնալ պահանջ է դա։ Ոչ, դա էմոցիոնալ պահանջ չէ, դա քաղաքական դիրքորոշում է։ Մանդատ չվերցնելը քիչ հետո կխոսենք մանդատ վերցնել չվերցնելու մասին։ Այո, շատ ճիշտ նկատեցիք, որ Նիկոլ Փաշինյանի համար եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար սա լինել չլինելու խնդիր է, բայց նաեւ ընդդիմության համար էլ սա մարտահրավեր էր եւ ցավոք սրտի իրենք միշտ ասում ենք մենք ինքներս հարցազրույցների ժամանակ հարցեր են տալի լրագրողները, իդեպ շնորհակալություն նաև լրագրողներին այս ընթացքում անաչառ լուսաբանման համար, ճիշտ հարցադրումների համար բազմիցս ընդդիմադիր ուժերին հարց է տրվել։ Ունեք պլան B։ Եվ ի պատասխան լսել ենք հետևյալը, որ լինելու ենք իշխանություն։ Բացարձակ դա առաջադեմ քաղաքական ուժերի մասին է խոսքը, բացարձակ իշխանություն ենք լինելու։ Այս պահի դրությամբ ամենակարևոր նյուանսը, որ հասարակությունը հանրային կարծիքը չպառակտվի։ Բայց եթե ընդդիմությունը վերցրեց մանդատները, ցավոք սրտի դա անխուսափելի է լինելու, որովհետև հանրությունը արդեն իսկ հոգեբանորեն տրամադրված էր ընդդիմադիր հանրության մասին եմ, ընդրազանգվածի մասին եմ խոսում, որ ամսի 7-ից հետո լինելու է իշխանափոխություն չեղավ, գործողություններ էլ, ինչպես տեսնում ենք, չկան։ Այսինքն մի քանի օր է անցել ընտրություններից։ Խոր լռության մեջ են։ Խոր լռության մեջ են։ Այո, շատ ճիշտ բնութագրում տվեցիք, խոր լռության մեջ են, հաշվարկ են անում։ Ընդ որում երեք կենտրոնական ընտրատարածքայինը հայտարարություն տարածեց, որ վերահաշվարկի համար դիմել է միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Միասնության թևեր կուսակցությունը, բայց վերահաշվարկից խոսում են գրեթե բոլորը։ Ես չմոռանանք, որ Վահագն Ալեքսանյանը ասեց վերահաշվարկ, մեր թվերը ավելի։ Ասեմ ավելի, Վահագն Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր ուժերից, որոնք դիմել էին վերահաշվարկի, որովհետև իրենց ձայներն էր պարզվե, թե կորել են։ Այո։ Եվ անդրադառնանք հիմա կոնկրետ մանդատ վերցնելուն, թե չվերցնելուն։
Երբ որ մենք ասում ենք այս ընտրությունները լինել չլինելու, պետություն, հայրենիք ունենալու, չունենալու մասին է, մենք նաև ընտրողներին հորդորում ենք, որ անպայմանորեն գնալ ընտրությունների, մասնակցել ընտրություններին եւ փառք ու պատիվ ընտրողներին, որոնք գնացել եւ մասնակցել են ընտրություններին։ Մասնակցել են, այսինքն հասարակությունը քաղաքացին իր պարտքը կատարել է։ Այո։ Եվ ոչ թե այդ պարտքը կատարելու ընթացքում, երբ որ ծրարի մեջ է դրել իր ուզած դաշինքին եւ որը հիմնականում մեր մեղքը եղել է նրանում, որ լինի այն ուժը, որը առաջնային տեղում կլինի։ Այո, հիմա մենք իրանց սիրում ենք, չենք սիրում, ցուցակում ովքեր կան, ովքեր չկան, դա լրիվ դրել ենք մի կողմ, բայց փորձում էինք ընդդիմությանը նախ չպարակտել, թեև մենք կարող էինք, նաև ընդդիմությանը անդրադառնալ իրենց ծրագրերից սկսած, իրենց ոչ թեզերից սկսած, Արցախի հարցի շուրջ վերաբերմունքից սկսած, իհարկե կարող էինք։ Որտեղ սա քաղաքականություն է եւ որևէ մեկը այսպես հրեշտակի թևեր չունի, որ մենք իրենց պետք է չանդրադառնանք, ինչքան էլ որ իրանք կփորձեն նեղանալ։ Հիմա մարդիկ գնացել են ձայն են տվել այն նպատակով, որպեսզի լինի իշխանափոխություն, Նիկոլը չլինի այլևս վարչապետ։ Բայց մենք տեսնում ենք, որ Նիկոլը է վարչապետ եւ մենք ունենք այստեղ արդեն հաջորդ քայլերի մասին մտածելու եւ այո, այս անորոշությունը փորձելու ցրել։ Հիմա մենք լսեցինք Սամվել Կարապետյանի հայտարարությունը հենց ընտրությունների կեսգիշերին եւ նաեւ Նարեկ Կարապետյանին, որ ասաց կհասկանանք ինչ ենք անում, բողոքարկել, մենք կգնանք ԱԺ, որպեսզի գլխավոր դատախազ, դատավորներ փորձենք նշանակել, այսինքն արդեն պարզ էր իր խոսքից, որ հնարավոր է մանդատները վերցնելու են։ Մարդիկ բողոքում են, մարդիկ հորդորում են, մարդիկ ցասում ունեն եւ ասում են մենք չենք տվել ձեզ ձայն, որպեսզի դուք գնաք եւս 5 տարի, մենք ունենք 21-ի օրինակը մեր վառ օրինակը մեր աչքի առաջ։ Այդ մարդիկ 5 տարի գնացել են, Արցախը փաթեթավորված, հանձնել են, որևէ օրենքների չեն կարողացել մասնակցել, որևէ օրենք չեն տարել ազգային ժողով, որպեսզի ընդդիմությունը կարողանա իր կողմից օրենք տանել եւ հաստատեն նրանք, եւ ստացվեց այնպես, որ Նիկոլը միանձնյա իշխեց ազգային ժողովը, չհաշված եւ Արցախը հանձնվեց ընդդիմության աչքերի առաջ։ Միանձնյա որոշմամբ, այո։ Ինչքան էլ որ մենք ասում ենք, որ ընդդիմությունը համաձայն չէր, բոյկոտում էր փողոցային պայքար եւ հիմա մանդատ վերցնել չվերցնելու խնդրին եմ ուզում անդրադառնալ։ Եթե ընդդիմությունը որոշում է մանդատ վերցնել, ինչա լինում, եթե ընդդիմությունը որոշում է մանդատ չվերցնել, արդյոք ազգային ժողովը քաոտիկ այդ վիճակից կկարողանա դուրս գալ, թե Նիկոլ կորոշի ԿՊԱ-ականներով ջան ասել, ջան լսել։ Հիմա մանրամասն բացատրեմ։ Բայց այնպես եկեք բացատրենք, որ բոլորին հասանելի լինի։ Կփորձեմ։ Իմ հստակ դիրքորոշումը հետևյալն է, որ ընդդիմությունը չպետք է մանդատ վերցնի։ Եթե ընդդիմությունը մանդատ է վերցնում, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ընդդիմությունը թեպետ եւ հայտարարել է, որ ընտրությունները անցել են ոչ լեգիտիմ եւ ընտրությունների արդյունքները վիճակահարույց են, այնուհանդերձ գնալով, մտնելով պարլամենտ մանդատ վերցնելով լեգիտիմացնում է Նիկոլի ձևավորած գործընթացը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնում է։ Սա բնականաբար հանրության շերտում պառակտում է առաջացնելու։ Ես ունեմ ընդդիմությանը պարլամենտական, ովքեր որ անցել են, մի հարց, ինչ կարող են նրանք անել պարլամենտում, որը իրենց կխանգարի անեն պարլամենտից դուրս։ Բայց փոխարենը ունեմ նաև այն հարցի պատասխանը, թե ինչ նրանք կարող են թույլ չտալ, որպեսզի կատարվի ընդդիմության հետ պարլամենտում։ Կարող են թույլ չտալ, որպեսզի իրենց հայհոյեն, իրենց հայհոյելով հայհոյեն իրենց ընտրազանգվածին, քաշքշեն, ստորացնեն, ինչպես նաև նոր ձերբակալությունների փուլ սկսվի, կարող են թույլ չտալ։ Կարող են մանդատ չվերցնելով նպաստել ներքին եւ արտաքին դերակատարների ուշադրության կենտրոնացմանը։ Այսինքն միջազգային կառույցները կտեսնեն, որ Հայաստանում վիճարկվում է լեգիտիմությունը իշխանության ու նաև կտեսնեն հետևյալը, որ այստեղ խնդիր կա ժողովրդավարության որակի հետ կապված։ Այս սա է մանդատ չվերցնելու բուն նպատակը։ Իսկ եթե իրենք մանդատ են վերցնում, որ գնան գլխավոր դատախազ դեռ չեն կարող նշանակել, որովհետև գլխավոր դատախազը նշանակվում է 6 տարի ժամկետով, իսկ Վարդապետյան Աննա նշանակվել է, եթե չեմ սխալվում, 2024 թվականին։
եթե չեմ սխալվում։ Այսինքն դեռ ունի պաշտոնավարման ժամկետ։ Լավ, ասենք թե գնում եմ պարլամենտ։ Նախ ընտրազանգվածը ընդդիմադիր, մեկը ես, որը այս պայքարի, այս ռեժիմի դեմ պայքարի ակունքներում կանգնած մարդ եմ։ Ձայն չեմ տվել ընդդիմությանը, որպեսզի նա գնա ազգային ժողով, ընտրի գլխավոր դատախազ, ընտրի կենտրոնական բանկի նախագահ, ընտրի սահմանադրական դատարանի դատավորների։ Ես ձայն եմ տվել իշխանափոխության համար։ Հիմա լավ, գնացին բազմահազարանոց տեսականորեն վերցրեցին մանդատները, մտան ազգային ժողով։ Տեսականորեն եկավ գլխավոր դատախազի ընտրությունները։ Դրանք փակ ընտրություններ են եւ անանուն։ Իրենք վստահ են, որ իրենց մանդատակիրների շարքերում չեն գտնվի մարդիկ, որոնք ձայն կտան Նիկոլ Փաշինյանի թեկնածուին։ Կարող են վստահ լինել, որ չեն գտնվի Գեգամ Նազարյաններ, Իշխան Զաքարյաններ։ Իհարկե չեն կարող։ Լավ, ասենք թե ընտրություններ չեն ընտրում գլխավոր դատախազի, ու հետո նշանակվում է պաշտոնակատար։ Հո համակարգը չի կանգնելու, հո դատախազությունը չի կանգնելու, ինչա ընդդիմությունը որոշել է գլխավոր դատախազի թեկնածու չնշանակի, եթե դա իր թեկնածուն չի կամ չեն կարողանում պայմանավորվածության գա։ Կամ ավելի մի վատ կողմ կա։ Իրենք մտնում են արդեն Նիկոլի հետ պայմանավորվածության դաշտ եւ փորձում են լուծել իրենց անձնական խնդիրները, որովհետեւ քրեական գործերի պակաս չկա։ Իսկ երբ որ Նարեկ Կարապետյանը ասում է մենք տեսնենք ինչ է լինելու, այ խնդիրը հենց դրանում էր եւ լրագրողները այդ հարցը որ տալիս էին, որ եթե չընտրվեք, ինչ եք անելու։ Եվ իրենք ասում էին, չէ, մենք միանշանակ ընտրվելու ենք։ Իրենք պետք է նախապես մտածեին չընտրվելու դեպքում ինչ են անելու։ Ոչ թե ընտրություններից հետընտրական նոր նստեն մտածեն, թե ինչ են անելու։ Իրենք ասում են մենք այդ պլան ունենք, բայց հիմա չենք կարող բարձրաձայնել։ Մենք մեր ներսում ունենք այդ պահած այդ պլան։ Հիմա իրանք ինչքան էլ որ փորձեն արդարանալ, արդարացնել իրենց, դա չի օգնելու, որովհետև այո լեգիտիմացնելու են Նիկոլին, այո ասելու են իրենց ներկայությամբ ազգային ժողովում, ասելու են որ այո ընտրախախտումներ տեղի չեն ունեցել։ Իրենց արդեն մանդատ վերցնելը ինքնին այո նշանակում է որ իրենք ընդունում են ընտրության արդյունքները եւ Նիկոլը լեգիտիմ է ընտրվել երրորդ անգամ Արցախը հանձնելուց հազարավոր երիտասարդների մահվան պատճառ դառնալուց հետո եւ Թուրքին Հայաստանի սահման հասցնելուց հետո։ Եվ այստեղ մեր խնդիրը դառնում է ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև մենք իրենից այլևս սպասումներ չունենք։ Ես ի սկզբանե 2018 թվականից սպասումներ չեմ ունեցել։ Եթե անկեղծ ասեմ, ինքը ավելի ազնիվ է իր գործողությունների։ Կա ազնվություն։ Կոնկրետ ասում է ես ինչ եմ անելու։ Ասում է որ հաջորդականությունը թուրքերը մեր բարեկամներն են, ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հողերում հանգիստ ապրեն եւ այլն։ Չքննարկենք այսօր, որովհետեւ այսօր մեր գերխնդիրը մեր գործընկերներն են։ Եթե մենք չենք կարողանում համատեղ օրակարգ ձևավորել պայքարի, կենսունակ պայքարի, ուրեմն եւ իրենք գնում դառնում են ազգային ժողովում падգամավոր, լեգիտիմացնում են Նիկոլին, իրենք այլևս ինձ համար ընդդիմություն չեն համարվելու, իրենք դառնալու են ինձ համար խնդիր։ Եվ Նիկոլին հեռացնելու համար նախ մենք ստիպված պետք է լինենք իրենց հեռացնել, որովհետև պարզ է դառնում, որ Նիկոլին իրենք են լեգիտիմացնում։ Այստեղ ամեն ինչ շատ հստակ է։ Եվ թող ոչ ոք չվիրավորվի։ Մեր պահանջը հետևյալն է. Տեր կանգնեք մեր քվեներին, ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական օրենսդիր մարմինն է, չէ՞։ Հիմա 21 թվի փորձը մեզ բավական չէ, որ ազգային ժողովը չի կատարում իր ֆունկցիոնալը, ինստիտուցիոնալ նշանակությունը կորցրել է, դարձել է գեղեցիկ շինություն։ Ցավոք սրտի, որտեղ հավաքված մարդիկ իրար վիրավորում են, հայհոյում են, ստանում են պարգևավճարներ ու բարձր աշխատավարձներ, գնում են իրենց տներով։ Ժողովրդի համար զրո գործակից։ Դրա մասին ես խոսել եմ արդեն։ Ինչքան կարելի է ոգևորել ժողովրդին, այնուհետև հիասթափեցնել, հետո ասել մենք գիտենք ինչ ենք անում։ Չէ, դուք այլևս չգիտեք ինչ եք անում։ Մանդատներ վերցնելուց հետո այս ընդդիմության ցանկացած գործողություն իմ կողմից արժանանալու է քննադատության։ Սա հստակ իմ դիրքորոշումն է։ Եվ սա ոչ կապրիզ է, ոչ էֆորիա է, սա քաղաքական դիրքորոշում է։ Եթե դու ասում ես, որ ընտրությունները կեղծվել են եւ հետամուտ չես լինում քո դիրքորոշմանը, այսինքն գնում վերցնում ես մանդատը, դա նշանակում է, որ դու խոսում ես ընդդիմության լեզվով, բայց գործում ես Նիկոլ Փաշինյանի ձևավորած համակարգով։ Սա է իրականությունը։
Մենք մինչև 14-ը կհասկանանք, հա, ընդդիմությունը այնուամենայնիվ ինչ հայտարարությամբ հանդես կգա եւ կվերցնի մանդատներ, կգնա ԱԺ թե ոչ, կուզենա անդրադառնալ իշխանությանը։ Տեսեք, ըստ իս Նիկոլի իշխանությունը մաշված իշխանություն է եւ ընդդիմության ճիշտ աշխատանքի արդյունքում կարծում եմ, որ պետք է որ իշխանությունը իր մաշվածությունը հաշվի առնելով այլևս չլինի, հա, ինձ թվում է մեկ-մեկ որ Նիկոլն էլ չէր ուզում որ լիներ ինքը վարչապետ, թեև այդ աթոռը իրեն ուրիշ բաների համար էր պետք, որովհետև մենք գիտենք որ մեր թշնամական կողմը իրեն հովանավոր է կանգնում, հա, այնտեղ պահանջում էին որ ինքը պետքա լինի, որովհետև իրենից լավ որևէ մեկը լեզու չէր գտնելու թշնամու հետ եւ այլն եւ այլն։ Այս պարագայում կձևավորվի գոնե այս ընթացքում այնպիսի ընդդիմություն, որը այն մաշվածությունը հաշվի առնելով իշխանության, փորձի, այո, դառնալ այն միակ փրկողակը, որը վաղը ես էլ դու էլ հավատալու ենք եւ փորձելու ենք թեկուզ մաս կազմել, թեկուզ աջակցել մեր լինելիությամբ, գոյությամբ եւ դառնա այն ընդդիմությունը, որը վաղը բերելու է իշխանափոխություն։ Այն որ Նիկոլի իշխանությունը մաշված է, դա միանշանակ։ Այն որ Նիկոլը մինչ այսօր իշխանության է եւ դա ընդդիմության պատասխանատվությունն է, դա էլ միանշանակ։ Եթե ձևավորվի մի կենտրոն, ընդդիմադիր կենտրոն, որտեղ գործող անձինք եւ կառուցվածքը լինի ճիշտ դասավորության եւ ճիշտ մարկանցով եւ հնարավորինս խոցելիություն չունենա, իհարկե Նիկոլի օրերը հաշված կլինեն եւ ընդդիմադիր հանրությանը ու ընտրազանգվածին խնդրանքս մեկն է, որ անկախ այս ցուցանիշներից իրենք վստահ լինեն, որ Նիկոլի օրերը հաշված են։ Նիկոլը չի կարողանալու պաշտոնավարել միջև հաջորդ ընտրություններ պարլամենտական։ Դրանում ես այնքան վստահ եմ, որքան վստահ եի, որ այս ընտրություններով Նիկոլը կրկին վերընտրվելու է։ Պարզապես չպետք է հիասթափվեն, որովհետև արդեն շատերից լսում եմ, դե ճամփրունքներս հավաքենք գնանք երկրից։ Չէ, պետք է մնալ, պետք է պայքարել եւ պետք է փորձել ձևավորել այն կենտրոնը, որը կենսունակ կլինի հեռացնել Նիկոլ Փաշինյանին եւ իր իշխանությանը։ Լավ, Նիկոլից հետո Հայաստան ինչքանով որպես այդպեսին կմնա։ Հա, գուցե անունը որպես այդպեսին Հայաստանի Հանրապետություն լինի։ Նայած երբ կձևավորվի կենտրոնը եւ ինչ ժամկետում Նիկոլը կհեռանա։ Եվ այստեղ նորից վերադառնում ենք պարլամենտ անցած ընդդիմադիր ուժերին։ Եթե տվյալ ընդդիմադիր ուժերը մնան իրենց սկզբունքներին հավատարիմ եւ պաշտպանեն մեր քվեները, չեն երկարաձգի այդ գործընթացը։ Եթե նրանք գնան պարլամենտ եւ Նիկոլի մոտ որոշեն հերթական անգամ աշխատել որպես ընդդիմություն, միգուցե մի փոքր երկարաձգվի այդ կենտրոնի ստեղծումը։ Այսինքն այստեղ արդեն իսկ Նիկոլից քիչ բան է կախված։ Այստեղ կախված է ընդդիմությունից եւ ընդդիմության կառուցվածքից, գործող անձանցից եւ նրանց քայլերից։ Լավ, ինչքան կարելի է ժողովրդի ցասումը այսպես փորձել վիժեցնել, որովհետեւ մարդիկ նայեք քանի օր է արդեն, հա, անցել 7-ից մարդիկ ինչ որ բանի են սպասում, հա, օրինակ եթե տարբեր երկրների օրինակը բերում ենք, այդ մարդիկ իրենք վստահաբար գիտեն, հա, հաջորդ քայլից հետո ինչ պետք է անեն, փողոցներ են լցվում, մարդիկ իրենց բողոքի ձայնը այլ կերպ են փորձում արտահայտել, իսկ մեր ընդդիմությունը այսօր ասում է պետքա բողոքարկենք, ումն էս բողոքարկում, նախ սկսենք այդտեղից, հա, Նիկոլի ձևավորած սահմանադրական դատարանին էս բողոքարկելու, որ վստահաբար գիտես, որ լինելու այն ինչ որ լինելու է, թե դու բողոքարկու ես կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը այդ մարդը օթից չի ընկել, հա, այդ մարդը հատուկ այնտեղ նստած է հենց դրա համար, այդ խախտումները պարտակելու եւ թիվը գրելու տալու այն արդյունքը, որը տրված, այսինքն զանգով, եթե մարդը SMS-ով մարդկանց հանում աշխատանքից, SMS-ով նկատողություններ տալ, SMS-ով էլ ասելա, չէ, ինչ թիվ պիտի տաս։ Սահմանադրական դատարանի շրջանառվող թեման անկեղծ կլինեմ, ծիծաղելի է։ Ես հասկանում եմ, որ իրենք քաղաքական անփորձ են քաղաքականապես, բայց տեղեկացված էլ չէ։
Կարծես տպավորություն է, որ ոչ թե սահմանադրական դատարան դիմում են, որովհետև ունեն ակնկալիք, որ չեղարկելու են ընտրության արդյունքները, որովհետև դա գործնականում անհնարին է։ Այլ տպավորություն է, որ իրենց ընտրազանգվածին պարզապես զբաղեցնում են եւ այո, փորձում են մաշեցնել ցասումն ու ակնկալիքները։ Իսկ հետո ինչ որ ձևակերպումներ տալ, փաթեթավորումներ տալ եւ ժողովրդին ասել, որ ինչ անում ենք, ձեր համար ենք անում։ Պարլամենտ մտնելուց հետո այլևս տվյալ ընդդիմությունը ոչինչ չի անելու ժողովրդի համար։ Անելու է զուտ իր անձնական խնդիրները լուծելու, հաղթահարելու եւ իր քրեական գործերը կարճելու համար։ Եվ մի քիչ անցնենք ավելի լայն շրջանակներ։ Ես ուզում եմ անդադ հասկանալ ինչպես ստացվեց, որ այս քաղաքական իրադրության մեջ հայտնվեց մի ուժ, որը մի անգամից մեր ձևովի խոսքից հետո անմիջապես ձևավորվեց ինչ որ քաղաքական թիմ եւ այդ թիմը հայտ ներկայացրեց ազգային ժողովի ընտրությունների մասնակցելու։ Իհարկե մարդիկ այնպես չի, որ այդ մարդկանց սիրելու, չսիրելու, համակրելու, չհամակրելու մասին էր, հա, որ պիտի Արտուր ջան, եթե մենք նայենք ընտրացուցակներին, մենք ոչ մեկս պետքա չգնայինք ընտրության, բայց մենք այնքան բանականություն ունեցող մարդիկ ենք, շատ կարևոր բան էր, այո, որ մենք պետքա միասնականորեն գնանք ընտրության եւ մերժենք ներկա իշխանություններին։ Հիմա ես ուրիշ հարցս այլ է։ Սամվել Կարապետյանին արդյոք այս ամեն ինչը պետք էր։ Այսինքն այս մարդը ֆինանսական բոլոր իր ջանքերը, առողջական, բանտում հայտնվելը, հա, այսինքն ինչքան նեղություններ ա կրել այս մարդը։ Իրեն պետք էր, որ մասնակցեր ընտրությունների եւ այսօր այդ մարդիկ 27 հոգի գնային մանդատ վերցնեն ազգային ժողովում նստեին։ Դե այդտեղ մի կտոր բաց թողեցի, Սամվել Կարապետյանը հայտնվեց քաղաքական դաշտում այն պահից սկսած, երբ որ հեծի պետականացման հետ կապված լուրերը սկսեցին շրջանառվել։ Ճիշտ եմ թե ոչ։ Դե իրենք ասում են, որ եկեղեցու հետ կապված էր թեման, երբ որ լրագրողը հարց տվեց, ինչ է կաներ, ասում մեր ձևով։ Չէ, փաստացի, ճիշտ է, ճիշտ եմ ասում, ճիշտ եմ հիշում ժամանակագրությունը թե ոչ։ Ես չեմ ցանկանում կասկածի տակ դնել Սամվել Կարապետյանի նրա թիմի, կտեսնենք էլի ապագայում։ Չեմ ցանկանում նախապես մեղադրանքներ ներկայացնել, բայց հենց այն պահն է, որտեղ մենք կարող ենք հասկանալ Սամվել Կարապետյանը ինչու հայտնվեց հայաստանյան քաղաքական իրականության մեջ։ Երբ որ մենք Սամվել Կարապետյանի ելույթները, ես անձամբ հիշում եմ Արցախի հանձնումից հետո հիշում եմ, որ ֆորումների էր հրավիրել Նիկոլ Փաշինյանին, նրանց հանդիպումը Մալիբուի այգում, քայլքը, զբոսանքը, այդ ամենը միջև օրս կա համացանցում, այնպես որ այս հարցը դեռ կախված է եւ մենք քիչ հետո ըստ իրենց քայլերի եւ դիրքորոշումների կհասկանանք, թե ինչու Սամվել Կարապետյանը հայտնվեց քաղաքական դաշտում։ Իսկ անդրադառնալով մյուս ուժին, որը Հայաստան դաշինքն էր, հայտարարեց, որ ըստ իրավիճակի, հա, կհասկանան, որովհետև կա նաև մի ուրիշ ուժ, ըստ դրա կհասկանան իրենք։ Դե քանի որ մեծամասնությունը ընդդիմադիր իրենք չեն կազմում, բնավ իմ տեղեկություններով, իրենք սպասում են մեծամասնություն կազմած ուժի դիրքորոշմանը։ Այո։ Եվ իրենց դիրքորոշումը կախված է ուժեղ Հայաստանի դիրքորոշումից, այսպես ասած։ Էլի մարդիկ եղան, որ ասացին գցեցին էլի ուժեղ Հայաստանի գրպանը։ Դե քաղաքականության մեջ գրեթե բոլորը նման վարքաբանական գիծ ունեն, դրա համար էլ Նիկոլը միջ օրս իշխանության է։ Իսկ եթե այնպես ստացվեց, որ ընդդիմությունը որպես այդպեսին մանդատները վերցրեց, գնաց ազգային ժողով եւ եկավ պահը, որ պետք է անվստահության գործընթաց հայտարարել, որպեսզի Նիկոլին հեռացնեն իշխանությունից։ Ընդդիմությունը իր միահամուռ կերպով կստացվի, թե ոչ, թե մենք կրկին կբախվենք այն իրականությանը, որ նախորդ խորհրդարանը, որը անընդհատ հայտարարում էր, որ մեր ձայները չի բավականացնում, բայց այնուամենայնիվ ստորագրեցին, տվեցին, բայց
որևէ մեկը չեկավ, հա, իշխանությունից այս Դուք ինքներդ ասեցիք, նախորդ փորձը հաշվի առնելով ինչ է փոխվել հիմա։ Եթե Նիկոլը երրորդ անգամ վերընտրվել է, եթե ընդդիմությունը գնում է լեգիտիմացման Նիկոլին, ինչու պետք է Նիկոլի թիմակիցներից որևիցե մեկը դավաճանի իր կուսակցությանը եւ անցնի ընդդիմության շարքերը։ Ցավոք սրտի Նիկոլի թիմակիցների վրա ես ավելի քան վստահ եմ, քան թե Գեղամ Նազարյանների նորից եմ կրկնում եւ Իշխան Զաքարյանների օրինակով մեր ընդդիմության շարքերը համալրած մանդատակիրների։ Այսինքն ստացվում է, որ մենք ընդամենը այս իրավիճակում ունենք դեմքերի փոփոխություն։ Կտեսնենք։ Ասել են սպասեք 10-ը։ Թեպետ ինձ համար շատ պարզ է, որովհետեւ լայվերը եւ իրենց դիրքորոշումները տեսնելուց հետո ես հասկացել եմ, որ այս մարդիկ հակված են գնան պարլամենտ։ Ընդ որում նաև շրջանառվում են լուրեր, որ իրենք չեն կարողանում վերահսկել իրենց ընտրացուցակները, падգամավորության տեխնացուների ցուցակները, եւ իրենք չեն կարող այդ падգամավորներին կառավարել, ասել դրեք կամ վերցրեք կամ մի վերցրեք մանդատները։ Եվ դա տեխնիկապես էլ է անհնարին, որովհետեւ ուժեղ Հայաստան ցուցակը 200, եթե չեմ սխալվում, ավել 202, եթե չեմ սխալվում, падգամավորության տեխնացու ունի։ Եվ չեմ կարծում, որ նրանցից 20 հոգի չեն գտնվի, որ մանդատները կվերցնեն, եթե անգամ նրանք որոշեն մանդատները դնեն։ Դրա համար ժամանակին պետք է ճիշտ կառուցվածքով падգամավորության ցուցակներ կազմել, որ հետո փաստերի առաջ չկանգնել։ Հետընտրականում չմտածել դրա մասին, հետընտրականում չմտածել, թե ինչ ենք անում, եթե իշխանությունը վերընտրվում է ու մենք ձախողում ենք։ Ստացվում է, որ կրկին ընտրողը կանգնեց կոտրած դաշտակի առաջ։ Կրկին ընտրողը, այո։ Մենք որովհետև տարիներ շարունակ փողոցային պայքարն ենք փորձել փոշիացնել, որևէ արդյունք չի տվել, մարդիկ հիասթափվել են, այլևս եթե եղել է ազատ եւ արդար եւ ճիշտ, հա, մարդիկ գնացել են փողոցային պայքարի, ես չեմ մեղադրում այլևս այդ մարդկանց, որովհետեւ այդ մարդիկ ժողովրդին մեղադրել պետք չէ։ Տարիներ շարունակ խաբվել են այդ մարդիկ։ Արտուր ջան, անկախ ընտրությունների արդյունքներից։ Ժողովուրդը այս անգամ գնացել է իր կամքը արտահայտել է, մասնակցության թիվը բավականին բարձր է եղել նախորդ տարիների համեմատ, եւ ժողովրդին մեղադրելու իրավունք բարոյական չունենք մենք։ Ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական էլիտա պետք է փոխվի։ Պահը հասունացել է եւ մենք այդ գործընթացի մեջ ենք։ Իսկ այնուամենայնիվ Նիկոլին ընտրեցին, թե ոչ։ Նիկոլը ի տարբերություն ընդդիմությանը բավականին շուտ սկսեց իր քարոզարշավը։ Այն, որ սահմանամերձ գոտիներում քաղաքացիները Նիկոլին ձայն են տվել, դա զարմանալի չէր, որովհետև Նիկոլը թեզ էր օգտագործում եւ շահարկում, եթե ԿՊ-ն չընտրվի, Հայաստանում պատերազմ է լինելու։ Եվ այդ թեզը աշխատեց, որովհետև մարդիկ ինքնապաշտպանողական բնազդով չեն ցանկացել, որպեսզի պատերազմ լինի, ուստի իրենց քվեն տվել են Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմությունը շատ, ինչպես միշտ, ուշ սկսեց աշխատել եւ աշխատանք չտարավ սահմանաբերձ բնակավայրերի ժողովրդի հետ, որպեսզի բացատրել, որ հարգելի Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստում է։ Եվ այստեղ նույնպես ընդդիմության բացնել։ Ինչ վերաբերվում է Նիկոլի ընտրողին, Նիկոլ Փաշինյանի ընտրողը նույնպես համարվում է մեր հայրենակիցը, անկախ նրա քաղաքական դիրքորոշումից։ Եվ այո, ինքը ունի իր էլեկտորատը, բայց այնուամենայնիվ Նիկոլին այս ընտրություններ հաղթահարելը եւ հաղթանակ տանելը ձևական շատ բարդ էր, ունենալով ադմինիստրատիվ ռեսուրս անգամ։ Ես այս վարչական ռեսուրսը այո եւ մնացած օրինակ զինվորներին մենք տեսանք, որ 8-ից հետո տանում էին ընտրատեղամաս։ Հետո խոսք եղավ, որ նրանք մի քանի տեղերում են հա քվեարկել նաեւ նման բաներ։ Նիկոլ Փաշինյանը անընդհատ ընդդիմությանը մատնացույց անելով տերորի մեջ է պահում իր լսարանին։ Ընդդիմության
գործառույթը եւ առաջի խնդիրը պետք է լինի այդ կարծրատիպը կոտրելը Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մոտ, որպեսզի ընդդիմությունը կարողանա Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի հետ կարողանա խոսել։ Այսինքն մենք չենք խոսում, մենք ընդդիմադիր շրջանակով խոսում ենք իրար մեջ, բայց մենք դուրս չենք գալիս չեզոք քաղաքացիների հետ դիալոգի, մենք չենք խոսում նրանց հետ, մենք չենք լսում նրանց։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանը լավ աշխատանք է կատարում։ Օրինակ ես տեղամասերով եղել եմ եւ վերահաշվարկի ժամանակ ծրարի մեջ 216 կար։ Դա մի ինտրատեղամասում չի եղել, դա բավականին շատ է եղել եւ իրենք ըստ երևույթին ով որ դա արել է, մտածել է որ եթե 216 դնեմ ծրարի մեջ 2 ձայն է հաշվվելու։ Ես հասկացա թե այդ սերն ու բանը ինչպես է, հա, ապորցել ինքը այդ ծրարի միջոցով արտահայտել առնիկոլ։ Բայց այնուամենայնիվ ունենք մարդիկ այո, որոնք այս իշխանությանը այնուամենայնիվ վստահում են եւ վստահում են նաեւ խաղաղությանը, ինչպես իրենք են ասում իրենց թեզեր։ Այս ընտրություններից հետո մենք արձանագրում ենք Նիկոլ Փաշինյանը չի վայելում այլևս ժողովրդի սերը եւ այո եւ վստահությունը։ Միգուցե ունի իր փոքրիկ էլեկտորատը, որ իրեն աստվածացնում է, բայց դա մասսայական չէ։ Սպասենք, տեսնենք ինչ նոր զարգացումներ կլինեն Հայաստանում եւ ամենակարևորը այստեղ մի բան է, ժողովուրդը չհիասթափվի, ժողովուրդը չընկրկի, չկոտրվի, պայքարը շարունակվում է, պայքարը շարունակվելու է, եթե անգամ պարլամենտ մտնեն, ազգային ժողով մտնեն, ընդդիմությունը պայքարը շարունակվելու է, որովհետեւ պայքարը սկսվել է առանց իրանց եւ պայքարը մենք բոլորովս համատեղ ընդդիմադիրներս, որոնք 8 տարի պայքարել ենք, որպեսզի ունենանք Հայաստան, որպեսզի ունենանք այն արժեհամակարգը, որը մեզ փոխանցվել է, մենք փորձելու ենք պայքարը բուն իր նպատակին հասցնել, անկախ ամեն ինչից, անկախ տվյալ ընդդիմությունը կլինի մեզ հետ, թե կընտրի այլընտրանքային ճանապարհը եւ կգնա Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելու։ Այսքանը։ Շնորհակալ եմ սրտից համար։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։